Բարև ձեզ, մեդիա կենտրոնում այսօր տեղի կունենա քննարկում ականատես դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ Գյումրիի նախընտրական գործընթացների վերաբերյալ։ Ներկայացնում մեր բանախոսներին Մարիամ Հովեյան, Լևոն Չուկակյան եւ Դավիթ Գյուրջյան, ականատես դիտորդական առաքելության ներկայացուցիչներ։ Բարև ձեզ, հարգելի բանախոսներ։ Շնորհակալություն այստեղ գտնվելու համար եւ այսպես Գյումրիում նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է մարտի 15-ին ու կավարտվի այսօր մարտի 28-ին։ Ընտրություններին 9 ուժ է մասնակցում, քվեարկությունը մարտի 30-ին է։ Կխնդրեմ նախ Մարիամ ներկայացնեք նախընտրական քարոզարշավի ընթացքում ինչ այսպես առանցքային խնդիրներ եք նկատել, ինչ ահազանգեր, բողոքներ եք ստացել եւ հետաքրքիր է նաեւ այդ ահազանգերը, բողոքները երբ փաստագրվել են, ստուգվել են բնականաբար, արդյոք դրանց մեծ մասը հաստատվել է, խնդրեմ։ Կարճ նախ մեթոդաբանության մասին խոսեմ, նախ եւ առաջ ուզում եմ շեշտել, որ ականատես դիտորդական առաքելությունը չեզոք է եւ չի աջակցում ընտրություններին մասնակցող որևէ ուժի, թեկնածուի, կուսակցության, դաշինքի քարոզչությամբ կամ հակաքարոզչությամբ հանդես չի գալիս եւ ամբողջությամբ օբյեկտիվության ու չեզոքության չափանիշները պահպանում է։ Մենք դիտորդական առաքելությունը սկսել ենք մարտի 7-ից, այն պահից, երբ մենք հավատարմագրվել ենք կենտրոնական դրական հանձնաժողովում եւ այդ պահից սկսած երկարաժամկետ դիտորդություն ենք իրականացնում Գյումրու արտահերթ ընտրություններում։ Ստացված տեղեկատվությունները անպայման ճշտվում են մի քանի աղբյուրներից, որովհետեւ դրանց արժանահավատությունը հաստատվի եւ հետո միայն դրանք հրապարակվում են։ Այն հաղորդումները կամ տեղեկատվությունը, որ գալիս է եւ մենք չենք կարողանում հաստատել մի քանի աղբյուրներից դրա իսկությունը, դրանք բնականաբար չեն հրապարակվում, մինչեւ որ դրանց հետ կապված մենք չունենանք վերջնական ինֆորմացիա, որովհետեւ չենք ուզում հանիրավի բնականաբար մեղադրել որևէ քաղաքական ուժի եւ դրանով նաեւ անուղղակի ազդեցություն ունենալ նրանց քարոզարշավի վրա։ Նշեմ նաև, որ մեր դիտորդական առաքելությունը ֆինանսավորվում է Եվրամիության աջակցությամբ ամերիկական Գերմանիայի Մարշալի հիմնադրամի Plexi Trust ծրագրի կողմից։ Գալով ընտրախախտումներին։ Երբ մենք խոսում ենք ընտրություններից եւ միշտ շեշտում ենք, չէ, որ ընտրությունները ազատ, արդար, թափանցիկ, հավասար սկզբունքներով պետք է իրականացվեն։ Հիմա մենք փաստացի ունենք թերացումներ, զիջումներ այս բոլոր սկզբունքների մասով։ Մի դեպքում մի քիչ ավելի շատ, մյուս դեպքում ավելի քիչ։ Եվ ընդհանուր առմամբ այս սկզբունքների խաթարումը արդեն հիմք է տալիս մեզ եզրակացնելու, որ ընտրությունների որակը այդքան էլ բարձր չի եւ դեռ շատ աշխատանքի տեղ կա, որպեսզի այս որակը լինի բավարար մակարդակի։ Օրինակ, երբ մենք արդարության մասին ենք խոսում, մենք տեսնում ենք, որ որոշ դրվագներով վարչական լծակներ են չարաշահվում եւ որ իշխանական տեխնացուին տալիս են առավել բարեհաճ եւ ավելի մրցակցային առավելություն եւ ավելի ամրապնդում են նրա դիրքերը մրցակցության մեջ եւ այստեղ բնականաբար արդարության սկզբունքը խստորեն էականորեն տուժում է։ Երբ հավասարության սկզբունքին ենք նայում, տեսնում ենք, որ կանանց հավասար կամ համաչափ ներգրավվածության խնդիր ունենք, տեսնում ենք էլի, որ վարչական ռեսուրսը նույն խաթարում է էլի նաև հավասարության սկզբունքը, որովհետև երբ օրինակ հանրային հեռարձակողի ՀՄԳ-ի եթերում անհամաչափորեն լուսաբանում են իշխանական տեխնացուին եւ նույն ձև արադարձ չի կատարվում ընդդիմադիր ուժերին, այստեղ մենք բնականաբար հավասարության մասին այլևս խոսել չենք կարող եւ ՀՄԳ-ի դեպքում դա ասեմ նաեւ մի քիչ հետահայաց նաեւ գնահատական է, սկսած այն պահից, երբ արդեն պարզ է, որ ընտրություններ են նախապատրաստվում, օրինակ փետրվարի կեսերից, որտեղ ինչ որ պահից սկսած այս կանոնները շատ խիստ են կանոնակարգում, բայց դրանից առաջ ավելի մեծ դաշտ կա անհավասար լուսաբանման համար։ Այսինքն ներողություն կարելի է պնդել, որ պաշտոնապես թեև մեկնարկը եղել է մարտի 15-ին, այդուհանդերձ ոչ պաշտոնապես արդեն քարոզարշավը սկսվել է ավելի վաղ։ Այո, եւ դա խնդիր չի իրականում, մեր օրենսդրությունը չի արգելում ավելի վաղ սկսել քարոզարշավը, բայց թեկուզ վաղ սկսելու դեպքում այս սկզբունքները պիտի հարգվեն, դրա մասին է խոսքը։ Երբ մենք թափանցիկությունից ենք խոսում, տեսնում ենք, որ քաղաքական ուժերի ֆինանսավորման մասով մենք խնդիր ունենք, որովհետեւ ոչ բոլոր դեպքերում է հայտնի կամ վստահելի այն աղբյուրները, որոնք քաղաքական ուժերը նշում են, որոնցից որ ֆինանսավորվել են կամ այն ծախսերը, որոնք իրենք
արել են նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Կան մասնավորապես օրինակներ, հա, այդ առումով։ Ֆինանսավորման մասով օրինակ կարող եմ նշել Մայր Հայաստան դաշինքի դեպքը, որի ամբողջ նախընտրական հիմնադրամը ֆինանսավորվել է միայն թեկնածուների կողմից կատարված մուծումներից, յուրաքանչյուր թեկնածու օրենքով սահմանված այդ առավելագույն չափով ներդրում է կատարել 500,000 դրամի չափով, բայց երբ մենք համադրում ենք այս տվյալները այդ թեկնածուների գույքի եկամուտի հայտարարագրերի հետ, տեսնում ենք, որ կուսակցությունների զգալի մասը, նշանակալի մասը չունի զբաղվածություն, չունի եկամուտ։ Այդ դեպքում ինչպես է ստացվում, որ այս կուսակցությունները ֆինանսավորում են իրենց քաղաքական ուժի քարոզարշավը եւ բոլորը այդպես համաչափ եւ միաժամանակ այս գումարները նվիրաբերում են։ Այլ խնդիր ֆինանսավորման հետ կապված ծախսերի հաշվետվությունը երբ նայում ենք, տեսնում ենք, որ մի շարք քաղաքական ուժեր, օրինակ քաղաքացիական պայմանագիրը, ապրելու երկիրը չեն նշում շտաբային տարածքների ծախսեր, մինչդեռ մեր դիտորդները անմիջական դիտարկման արդյունքում զեկուցում են, որ շատ մի շարք շտաբեր ունեն եւ այս շտաբերը բնականաբար վարձակալում են կամ նույնիսկ եթե անհատույց են օգտագործում, դա պետքա նորից շուկայական արժեքով գնահատվի եւ հաշվետվություններում երևա։ Գովազդի վրա ծախսված գումարներ, օրինակ մենք Facebook-յան հավելվածով տեսնում ենք, որ քաղաքացիական պայմանագիրը մի քանի հազար դոլարի արդեն միայն վերջին օրինակ մի շաբաթում գովազդներ է պատվիրել Facebook-ում, բայց շատ ավելի անգամներ ավելի քիչ գումար է հայտարարել իր հաշվետվության մեջ, այսինքն այստեղ մենք էական էլի հավասարության թափանցիկության մասով էական խնդիրներ ենք տեսնում։ Շատ լավ, շնորհակալություն։ Լևոն, ընտրակաշարքի վարչական ռեսուրսի չարաշահման, ճնշումների հետաքրքիր է ինչ դրսևորումներ եք նկատել քարոզարշավի ընթացքում եւ եթե կա այսպես որոշական տարբերության առումով, հա, եթե գնահատենք, խնդրեմ։ Շնորհակալություն, վարչական ռեսուրսի մասով որոշակի անդրադառնամ, ամենաակնառու դեպքերից մեկը, հենց որ կարող ենք ասել նախընտրական շրջանից առաջ տեղի ունեցավ, առաջին հերթին ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումն է, որը արդեն որպես այդպեսին ավանդական մեխանիզմ է դարձել ու այսպես երբ որ նշանակում ենք ժամանակավոր պաշտոնակատար, ապա ունենում ենք այն խնդիրը, որ արդեն իսկ անարդար մրցակցության հիմք ենք ստանում, որ իշխանական թեկնածուն արդեն իսկ դիրապետելով որոշակի վարչական լծակների անհավասար դիրքում է գտնվում մյուս մրցակիցների հանդեպ ու այս դիրքը օգտագործելու հետ կապված մենք ունենք դեպք, երբ որ դեռևս 1 տարի առաջ Գյումրու ավականին Շիրակացի փողոցի վերանորոգման հետ կապված, ասֆալտապատման հետ կապված ուղերձով էր դիմել կառավարությունը, սակայն կառավարության կողմից արձագանք չէր եղել եւ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո, երբ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուն գրավոր խնդրանք հղեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին, այդ խնդրանքը առաջնահերթության կարգով ընդունվեց եւ այս մասով հայտարարություն եղավ, որ ասֆալտապատվելու է տվյալ փողոցը, որը Գյումրիում ամենամեծերից մեկն է։ Բացի դրանից նաեւ դեպք ունեցանք, որ Հյուսիս-հարավ ճանապարհի լանջիկ հատվածի աշխատանքները ավարտական փուլին կմոտենան, կբացվի ճանապարհը, որը մինչ այդ չէր արվում։ Այստեղ իհարկե մեկնաբանվում է տվյալ իշխանական խմբի կողմից, որ համայնքապետի պաշտոնակատարը իր իրավասությունի ներքո իր աշխատանքն է կատարել, բայց արդյոք այդ աշխատանքները հնարավոր չէր կատարել դրանից առաջ, արդյոք դրա հնարավորությունը չկար ու մենք տեսնում ենք, որ լիիրավ կարող էին այդ ամենը առավել վաղ շրջանում էլ կազմակերպել ու ոչ թե ամբողջը գերկենտրոնացնել միայն նախընտրական քարոզչության ժամանակահատվածում։ Այո, այստեղ նշենք, որ ԿՊԱ-ականները արդարացան եւ նշեցին, որ այդ ամենը անուղղակի համայնքապետարանի գործառույթն է։ Այո, ես նորից նշեմ, որ համայնքապետարանի գործառույթն է եւ ոչ մեկ դա չի հերքում, սակայն համայնքապետարանի գործառույթները ունեն տարեկան պլաններ, տարեկան բաշխվածություն եւ ամենակարևոր հիմնահարցերին լուծումներ տալը ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուց հետո արդեն ցույց է տալիս, որ փորձում են դրա միջոցով հավելյալ դիվիդենդներ հավաքել ու այս ձևաչափով օգտագործում է վարչական ռեսուրսը առավել լավ լույսի ներքո երևալու համար ու նաև իհարկե այս դեպքում կառավարության ջանքերն ենք տեսնում, որ իրենք էլ առավել մեծ ձևաչափով աջակցություն են ցուցաբերում տեղական ինքնակառավար մարմնի ժամանակավոր պաշտոնակատարին նախընտրական քարոզչության շրջանում։
Շատ լավ, վարչական ռեսուրսի չարաշահման սա միակ ակնառու դեպքն է, թե այլ դեպքեր եւս արձանագրվել են, եւ նաեւ կխնդրեմ նշեք արդյոք ընտրակաշարքի հետ կապված բողոքները հազանգեր ստացել եք, խնդրեմ։ Ընտրակաշարքների հետ կապված մենք ահազանգեր չենք ստացել, սակայն տարբեր խոսակցություններ լսել ենք տարբեր միջոցառումների ժամանակ մարդկանց ներգրավելու համար, որոնց մասով ուղղակի որպես խոսակցություն են եղել, մենք չենք արձանագրել, բայց երեք տեսանք, որ արդեն իրավապահ մարմինները ձայնագրություններ հրապարակեցին ու այդ ձայնագրությունների մասով եղան ձերբակալվածներ ու տարատեսակ քննչական գործողություններ են ծավալում։ Մենք որպես այդպիսին բացահայտումներ այդ մասով չունենք ու սպասում ենք։ Նաև այդ առնչությամբ հետաքրքիր է ձեր գնահատականը, որքանով են գյումրեցիները պատրաստ եղել, հա, այդ մասին բարձրաձայնել։ Եթե եղել են ընտրակաշարքի դեպքեր, օրինակ պատրաստ են եղել բարձրաձայնել, բայց այնինչ ցույց է տալիս ձեր առաքելությունը, օրինակ որ չի ստացել ահազանգեր, դա ինչպես է գնահատում, հա։ Ընդհանրապես նմանատիպ հանցագործությունները գիտեք, որ լատենտային են կոչվում եւ բնականաբար կողմերը շատ հակված չեն այս մասին խոսելու, հենց դրանում է կայանում ամենամեծ մարտահրավերը մեզ համար, թե մեզ համար, թե իրավապահների համար, քանի որ մարդիկ այստեղ փոխադարձ շահավետ հարաբերությունների մեջ են մտնում, այս դեպքում կլիենտիզմ է դասական, երբ օրինակ օգտվելով սոցիալապես անապահով այդ վիճակից, Գյումրի համայնքի աղքատությունից եւ այլն, կարող են այս կլիենտիզմի որոշ դրսևորումներ ընտրական շրջանում ավելի այսպես սուր երևալ, բնականաբար հակվածությունը մեծ չի այս մասին խոսելու, բայց մենք պետքա հասկանանք ինչքանով է սա համատարած համակարգային 1-2 դրվագ է ընդամենը, թե կան ցուցակագրումներ եւ շատ համատարած հարյուրավոր քաղաքացիների մասին է խոսքը, թե օրինակ 1-2 ընտանիքների կլիենտիզմի վրա հիմնված հարաբերություններ որևէ քաղաքական ուժի հետ, այս արդեն մենք կսպասենք իրավական մասի բարձաբանումներին, բնականաբար արդյունքներին, բայց ուզում եմ լրացնել վարչական ռեսուրսների չարաշահման մասով, ինչպես արդեն նշեցի, հանրային հեռարձակողի կողմից այս անհավասար լուսաբանումը եւս վարչական լծակների հստակ չարաշահում է, որտեղ այս պահին իշխանական տեխնացուի առավել ուրեմն առաջ խաղացումը, թե լուրերով, թե եթե նույնիսկ սոցհարթակներով դուք փնտրեք օրինակ հանրային հեռարձակողի Facebook-յան պաշտոնական էջում լուրերի էջում առանձնացված, պարզապես փնտրեք իշխանական տեխնացուի անունը եւ հետո փնտրեք մնացած 8 տեխնացուների անունները, կտեսնեք, որ ինչքան մեծ անհամամասնություն կա լուսաբանման մեջ եւ մենք այլ մտահոգություն ունենք նաեւ Գյումրիում նորաստեղծ շների խնամքի կենտրոնի հետ կապված, որը ստեղծվել է Երևանի եւ Գյումրու համագործակցության արդյունքում մենք հարցումներ ենք հղել եւ սպասում ենք պատասխաններին հասկանալու համար արդյոք այստեղ եւս մենք չունենք խնդիր այն տեսանկյունից, որ լրացուցիչ աջակցություն էլի ներգրավել է կառավարությունից կամ Երևան համայնքից անմիջապես ընտրություններից առաջ այս խնդիրը, որը շատ երևացող, շատ կարևոր խնդիր է, լրացուցիչ միջոցներով արագացված կարգով լուծելու, որպեսզի էլի ստանանք լրացուցիչ կրեդիտներ եւ անարդար էլի մրցակցային պայմաններում հայտնվենք մյուսների հետ։ Շատ լավ եւ նաեւ անդրադառնալով կրկին խախտումների հետ կապված հարցերին, արդյոք եղել են անձնագրերի հավաքագրում ընտրացուցակների կազմում, որովհետեւ մեդիայում այսպիսի նյութեր եւս շրջանառվում էին, նաեւ Գյումրու ընտրությունների հետ կապված մտահոգություններից էր ընտրացուցակների ընդլայնումը, կխնդրեմ այս հարցին եւս անդրադառնալ, մասնավորապես նշվում է, որ Արցախից տեղանված բնակիչների օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում Հնդկաստանի քաղաքացիների ընդգրկում կա, դուք արդյոք նկատել եք ընտրացուցակներում հնարավոր խախտումներ, խնդրեմ։ Շնորհակալություն, ընտրացուցակների հետ կապված խոսակցությունների մակարդակում շատ են եղել եւ Հնդկաստանի քաղաքացիների մասով եւ արցախցիների եւ այլ երկրների քաղաքացիների հետ կապված, որ հնարավոր կարող են խախտումներ տեղի ունենալ, սակայն այս մասով որևէ ցուցակագրումներ եւ նմանատիպ այլ գործընթացներ չեն արձանագրել, սակայն ընտրության օրը մենք գլխավորապես ուշադիր ենք լինելու եւ արդեն այս ամենի մասով ջանքեր ենք ուղղելու, որպեսզի եթե նմանատիպ դեպքեր արձանագրվեն, ապա խախտումները միանշանակ ականատես լինենք եւ հանրային հնչողություն տանք դրանց։ Իսկ հիշեցնենք հարցի առաջին մասը նաեւ։
ներողություն, օտարերկրացիների ներառումներ ընտրական ցուցակներում եւ ներողություն, ես ինքս էլ արդեն հարցը չեմ հիշում, բայց կարող ենք անձնագրերի ներողություն, անձնագրերի հավաքագրում։ Տեսեք, երեք երբ որ իրավապահ մարմինների կողմից հայտարարություններ հնչեցին եւ տեղեկատվություն տրամադրվեց ու նշվեցին, որ ցուցակներ եւ անձնագրերի պատճեններ են հայտնաբերվել, այս ամենի մասով որևէ տեղեկատվություն, թափանցիկ տեղեկատվություն չկար, ինչ քանակի մասին էր խոսքը, արդյոք այդ եղած քանակը լուրջ ազդեցություն կարող է ունենալ ընտրական գործընթացի վրա ու արդյոք այս ամենը հատվածական դեպքեր են, ինչպես Մարիամը նշեց, 1-2 ընտանիքի հետ կապված, թե առավել լուրջ քանակի մասին ենք խոսում ու այս պարագայում իրավապահ մարմիններից մենք համապատասխան պետական մարմիններից ակնկալում ենք առավել բաց եւ թափանցիկ տեղեկատվության տրամադրում հետագա գործընթացները առավել լավ վերլուծելու համար։ Շատ լավ, շնորհակալություն։ Դավիթ, կխնդրեմ դուք ընդհանուր առմամբ ներկայացնեք, ինչպես է գնահատում իրավապահ մարմինների դերը այս քարոզարշավի ընթացքում, մասնավորապես եթե օրինակ մեջբերեմ, հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունը 8 անց, այդ թվում Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի ներկայացուցիչներ համակիրներ են ձերբակալվել ընտրակաշարք տալու ստանալու ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներով։ Հետաքրքիր է իրավապահ մարմինների գործողությունները նաև ինչպես է գնահատում այն տեսանկյունից, որքանով էին դրանք այսպես պատշաճ ի պատասխան բոլոր, խախտումներին, խնդրեմ, բոլորին։ Շնորհակալություն։ Ընդհանրապես ընտրակաշարքը եւ բարեգործության արգելքը դրանք ամենաեական խախտումներից են եւ բնականաբար եթե նման ահազանգեր ստացվում են կամ նման տեղեկատվություն ունենում է իրավապահ մարմինը, պարտավոր է արձագանքել հնարավորինս հրատապ։ Այստեղ խնդիրը ոչ թե նրանում է, որ նման դեպք արձանագրվում է կամ խոզարկություններ են իրականացվում կամ ձերբակալություններ են իրականացվում, այլ ավելի շատ խնդիրը նրանում է, որ հաշվի առնելով այն, որ դրանք հենց ընտրական process-ում են իրականացվում, եւ ըստ էության քարոզարշավի շրջանակում են արձանագրված այդ ենթադրյալ դեպքերը, դրանց պետք է տրվի, ինչպես գործընկերը նշեց, հնարավորինս ավելի մեծ թափանցիկության աստիճան, Քրեական դատավարության օրենսգիրքը թույլ է տալիս նախաքննություն իրականացնող մարմիններին հրապարակել անհրաժեշտ տեղեկությունները, եւ տվյալ դեպքում մեր սպասելիքը դա է, որպեսզի նաեւ փարատվեն այն կասկածները, որոնք մարդիկ այդ թվում մենք դիտորդական առաքելությունը ողջամտորեն կարող են ունենալ տվյալ process-ների իրավաչափության հիմնավորվածության հետ կապված։ Մենք չենք կարող անել եզրահանգումներ, ոչ նշենք, որ դրանք իրավաչափ հիմքեր չեն ունեցել եւ չեն հետապնդել, ոչ էլ պնդելով հակառակը, որպեսզի կարողանանք կատարել համապատասխան վերլուծություն եւ եզրահանգումներ կատարել, մեզ անհրաժեշտ է փաստական ավելի մեծ տվյալների բազա։ Այդ ձայնագրությունները, որոնք որ հրապարակվում են, իրենք կոնտեքստից ըստ էության, ամբողջ գործի կոնտեքստից կտրված են եւ բավարար հնարավորություն չեն տալիս գնահատելու, տվյալ դեպքը ինչքանով է առնչվում տվյալ տեխնացուին ենթադրենք կամ ինչքանով է բավարար հիմքեր ստեղծում մարդուն ձերբակալելու համար, Հետևաբար մենք ակնկալում ենք ավելի բաց մոտեցում քննչական մարմինների կողմից, առավել եւս ինչպես նշեցի, որ հնարավորություն օրենսդրությունը տալիս է հակառակը նոր օրենսդրությամբ նախաքննության փուլը ավելի բաց է եւ փակվում է, այսինքն նախաքննության գաղտնիքը գործում է քննիչի որոշման հիման վրա, իսկ կանխավարկածը բաց լինելուն է, այնպես որ բոլոր հնարավորությունները կան եւ ես հորդորում եմ իրավապահ մարմիններին ավելի բաց մոտեցում ցուցաբերել եւ հանրությանը տեղեկացնել, որովհետեւ իսկապես բոլոր այսպես ողջամիտ հիմքերը միշտ էլ կան ենթադրելու, որ սա քաղաքական ճնշում է, որովհետեւ քաղաքական process է ակնհայտ է, չէ, որ այդ ռիսկերը գնահատվում են, հնարավոր են։ Հետևաբար դրանք փարատելու համար պետք է գործել ավելի թափանցիկ։ Մասնավորապես ես նշեմ, որ երբ իրավապահները
Բերբանային ենթարկել ձերբակալել մեր քաղաքը դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանի հորը եւ որդուն այստեղ նշվեց Մայր Հայաստան դաշինքը դատապարտել էր այս քայլերը հայտարարելով որ գնահատում է որպես քաղաքական հետապնդում նաեւ նշվում էր ընդդիմադիրները նշում են որ օրինակ քաղաքացիական պայմանագրի տեխնացու Սարիկ Մինասյանի էջը լի է օրինակ ասֆալտապատման խճապատման մասին խոստումներով նույն վարչական ռեսուրսի չարաշահման մասով եւ հարց են ուղղում թե ինչու իրավապահները օրինակ իշխանական տեխնացուներին եւս չեն հիշում քարոզարշավի ընթացքում եթե կա մեկնաբանություն խնդրեմ Ձեր նշածը վարչական ռեսուրսի չարաշահում է ըստ էության, դրսևորում է, բայց ինքը առնվազն ձեր ասածը քրեաիրավական բաղադրիչ չէր պարունակում, էլի, որպեսզի ասենք, որ տվյալ հարցով պետք է ի սկզբանե զբաղվեր քննչական մարմինը, իսկ ընտրակաշարքը առավել ինքը քրեական հանցագործության հատկանիշներ պարունակող դեպք է եւ բնական է, որ իրավապահ մարմինը պետք է զբաղվի դրանով Շնորհակալ եմ Մարիամ, կխնդրեմ ներկայացնեք ատելության խոսքը ամբողջ քարոզարշավի ընթացքում ինչ դրսևորումներ ունեցավ եւ եթե հնարավոր է նաեւ իհարկե օրինակներ բերել ատելության խոսքի այդ դրսևորումների նաեւ ազդեցության, հա, ինչու՞ չէ, ընդհանուր քաղաքական մթնոլորտի խնդրեմ Ազդեցությունից թերևս սկսեմ բնույթով հենց այս խնդիրը շատ բազմապատկվող էֆեկտ ունի, այսինքն երբ 1-2 քաղաքական ուժեր կիրառում են ատելության խոսք, թիրախավորում են, անձնական վիրավորանք ու թշնամանք են տարածում, բնականաբար դրան հետևում է արձագանք հակառակ կողմից եւ այս ամեն ինչը այսպես բազմապատկվում է ու ինչ որ պահից մենք արդեն տեսնում ենք, որ մթնոլորտն ամբողջությամբ այդպիսին է եւ բոլոր ուժերը այլևս չեն խուսափում, չեն ընկրկում այս մեթոդին դիմելուց։ Մենք արձանագրում ենք խնդիրներ գրեթե բոլոր կողմերից, եւ քաղաքացիական պայմանագիր, եւ իմ հզոր համայնքը, եւ կոմունիստական կուսակցություն իդեպ վերջին երկուսի դեպքում ամենաշատը կարող եմ նշել, որ հենց Ռուբեն Մխիթարյան եւ Վարդան Ղուկասյան այս երկու առաջին համարների կողմից ամենաշատն է գեներացում ատելության խոսք դեմոկրատական այլընտրանք կուսակցության նույնիսկ երեք հանրային մեծ բանավեճի ժամանակ մենք էլի լսեցինք որոշ շատ խնդրահարույց արտահայտություններ ատելության խոսքի տեսանկյունից մենք ունեցանք դրվագներ նաեւ հենց մեկնարկին քարոզարշավի մի քանի օր առաջ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, հա, այսպես նաև նախընտրական այդպես տոն տրվեց ի սկզբանե, երբ տարբեր պիտակներ հնչեցին ընդդիմադիր քաղաքական ուժերի հասցեին, մենք տեսնում ենք անգամ նախընտրական ծրագրերում, որոնք գրավոր փաստաթղթեր են եւ հրապարակվում են կենտրոնական դրական հանձնաժողովի կայքում, նույնիսկ այնտեղ ենք մենք տեսնում շատ խնդրահարույց արտահայտություններ, անթույլատրելի եւ կարծում եմ, որ կենտրոնական դրական հանձնաժողովը պետք է այստեղ գոնե ուշադրություն դարձներ ինչ որ ձև գուցե հնարավոր լիներ խուսափել, հա, այդ խնդրահարույց արտահայտությունները տեղ չգտնեին այս փաստաթղթերում ու նաև ապատեղեկատվությամբ է հաճախ զուգորդվում ատելության խոսքը եւ խնդիրը այն է, որ սա քաղաքական հայացքներից ելնելով կարող է մարդկանց թիրախավորել, կարող է հրահրել բռնություն եւ կարող է թեժացնել քվեարկության օրվա մթնոլորտը, հա, եւ ընդհանրապես բարեվարք մրցապայքարի կանոններին դեմ է նմանատիպ խոսույթը։ Այստեղ պարզապես հիշենք, որ տեղական ընտրությունների ընտրակարգը մեծամասնականից համամասնական դարձնելու հենց հիմնական նպատակը ընտրողները որպեսզի կենտրոնանան անձների վրա, ոչ թե անձերի վրա, այլ քաղաքական ուժերի։ Այս պարագայում, երբ տեսնում ենք հակառակ պատկերը, սա ինչի մասին է, հա, խնդրեմ։ Նաև ինչն է պատճառը, որ ընդհանուր առմամբ ատելության խոսքը այսքան բավական մեծ տարածում եւ դրսեւորում ունի։ Շատ ճիշտ նշեցիք, մենք տեսնում ենք ձևով համամասնական, բայց բնույթով ոգով մեծամասնական ընտրություններ, որովհետեւ միայն առաջին համարների
տեսքով է եւ նրանց շուրջ է ամբողջ process-ը ծավալվում, նույնիսկ քարոզչանյութերը, եթե ուսումնասիրում ենք, նույնիսկ լոզունգները, հա, կարգախոսները, երբ ուսումնասիրում ենք, մենք տեսնում ենք շատ անձնավորված է եւ այս ինչի մասն է խոսում, որ մենք շատ տանելիք ունենք դեռ համամասնական համակարգի կայացման համար, մենք շատ ջանքեր ներդրեցինք, փուլ առ փուլ, տարբեր բարեփոխումների շրջաններով անցանք, որպեսզի համամասնական ընտրակարգը կայանա, օրինակ ինչ որ փուլում արգելեցինք նույնիսկ որ մարդկանց անուն ազգանուններով դաշինքների կամ կուսակցությունների անուններ գրանցվեն, բայց այս տեխնիկական կարգավորումները մեզ չեն օգնում, որպեսզի մենք հասնենք համամասնական ընտրական կայացմանը, որովհետև այդ քաղաքական նաև կամքի հարց է եւ բոլոր կողմերի պատրաստակամությունն է պահանջում։ Իմ կարծիքն է նաև որ primaries-ի անցկացումը որոշ չափով պետք է ուշադրություն դարձնել նաև սրան, որ նաև դա չնպաստի ավելի շատ անձնավորված պայքարի ծավալմանը, որտեղ երբ primaries-ի ընթացքում մենք արդեն այդ մտայնությունը, այդ մտածելակերպը փոխանցում ենք, որ մենք անձերի ենք ընտրում, հետո արդեն այդպես է շարունակվում է նաև հենց բուն քարոզարշավի ընթացքում։ Իսկ կատարության խոսքի մասով արդեն նշեցի, դա Գյումրին այդպես անջատ գոյաբանական տարածքում չի գտնվում, Գյումրին բնականաբար արտացոլում է ընդհանուր իրավիճակը, ընդհանուր բարեվարկության մակարդակը քաղաքական, ընդհանուր խոսույթը, մոտեցումները եւ բնական է, որ հենց դա էլ պիտի տեսնենք։ Եթե կան ատելության խոսքի մասով չէ, բայց կուսակցությունների հետ կապված մենք նշեմ, որ կուսակցական պատկանելիության վերլուծություն ենք իրականացրել ու դրա արդյունքներով տեխնացուների շուրջ 23%-ը անկուսակցական են։ Իհարկե առաջին հայացքի դիտարկելիս տեսնում ենք, որ այո 77%-ը կուսակցական անձինք են, սակայն այստեղ նաև համակարգի չկայացվածության ցուցիչը այն է, որ այդ 23%-ը հիմնականում ամենաառաջին դիրքերում են ու նամանավանդ առաջին համարների մակարդակով այսպիսի պատկեր ունենք, սա եւս մեկ որպես հավելում մեծամասնական եւ համամասնական հակադրությունների ձևաչափով, ինչպես Մարիամը նշեց, մենք ունենք համամասնական ընտրություններ, սակայն մեծամասնականի ոգով է իրականացվում ու շատ դեպքեր են հանդիպում, երբ որ անգամ տեխնազոները նշում են, այո, մենք այս կուսակցությունն ենք ներկայացնում, բայց մենք անկուսակցական ենք ու անդադ պնդում են եւ նշում են նաեւ, որ այո, իրենք էլ են գիտակցում, որ կուսակցությունները բավարար վստահություն չունեն ու նաև բավարար վստահության պակասից ելնելով էլ դաշինքներ են կազմում այլ անուններով, որպեսզի նաև մարդկանց մոտ ասոցիացիաներ չգնան ինչ-որ կուսակցությունների մասով ու իրենք հնարավորինս չեզոք դիրքավորմամբ կարողանան առավել մեծ վստահության հասնել։ Դավիթ, կխնդրեմ նաև անդրադառնալ ընդդիմության այն մտահոգություններին, որ օրենքները ակնհայտ ընտրովի են կիրառվում քարոզարշավի ընթացքում, մասնավորապես քաղաքացիական պայմանագիր կուսակցության նրանց քարոզարշավի մարտավարության վերաբերյալ է նշվում։ Ինչ կարծիք ունեք այս առնչությամբ։ Ես նաև նշեմ, որ այս քարոզարշավի ընթացքում ԿՊ անդամների հրատապ ասուլիս տեղի ունեցավ, որոշակի հայտարարություններ եղան, եւ սա որակվեց նաև ինչ-որ չափով միջամտություն իրավապահ մարմինների գործընթացին։ Գործընկերներս արդեն նշեցին, որ վարչական ռեսուրսի չարաշահման տարբեր դրսևորումներ արձանագրվել են, նաև անթույլատրելի է ձեր ասածը, այսինքն որպեսզի ինչ-որ հրապարակային հայտարարությունները հանդես գան պատգամավորներ կամ իշխող ուժի, այսպես ասենք, ցայտուն ներկայացուցիչներ, որը կարող է դիտվել իսկապես ճնշում իրավապահ մարմինների վրա քննությունը օբյեկտիվ հունով տանելու առումով։ Սա միանշանակ կարող ենք արձանագրել, բայց կոնկրետ ինչ փաստական հանգամանքների մասին են խոսում, հա, ձեր նշած դեպքերում, որ ավելի կոնկրետ պատասխան տամ։ Նշված վարչական ռեսուրսի խախտումների մասին էր խոսքը եւ ընտրակաշառքների առնչությամբ։ Դե վարչական ռեսուրսի մասով նշեցի, բայց ընտրակաշառքի մասով կարծես թե հրապարակային առնվազն ոչ մի տեղեկություն չի եղել, որ իշխող ուժը ընտրակաշառք է բաժանել, որ մի հատ էլ դրան գնահատական չտրվի իրավապահների կողմից, որը կարող է գնահատվել որպես տարբերակված մոտեցում։ Եթե լիներ նման հրապարակում, կարելի էր համաձայնել իսկապես տվյալ պնդման հետ, բայց կարծես թե նման հրապարակումներ չեն հանդիպել։ Կան խախտումների առնչությամբ այլ լրացումներ, որոնց չենք անդրադարձել։ Խնդրեմ։ Ես
ներողություն։ Միայն նշեմ, որ ընտրական խախտումներին գնահատական տվող մարմինները համապատասխան ընտրական հանձնաժողովներն են եւ ոչինչ չի խանգարում նույն քրեաիրավական այդ թվում քրեաիրավական բնույթ ունեցող ենթադրյալ խախտումների վերաբերյալ իրենք պահանջեն տեղեկատվություն քննչական մարմիններից եւ իրենք գնահատական փորձեն տալ ոչ թե փորձեն տան, այլ իրենց օրենքով սահմանված պարտականությունն է բոլոր խախտումներին, այդ թվում ընտրական քարոզարշավի շրջանակում գնահատական տալ եւ ըստ անհրաժեշտության, եթե գտնվի որ տվյալ խախտումները շատ էական ազդեցություն կարող են ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ընդհանուր կարող են դիմել դատարան տվյալ ուժի ընտրական ցուցակի գրանցումը անվավեր ճանաչելու պահանջով, բայց երբեք տվյալ գործիքից ընտրական հանձնաժողովները, կլինի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, թե տարածքային ընտրական հանձնաժողովները ցավոք չեն օգտվել մինչ օրս։ Ո՞րն է եղել պատճառը ձեր դիտարկումները։ Դե օրինակ հիմնական խախտումները, քանի որ տվյալ փուլում, որոնք որ կարող են ազդեցություն ռեալ գործել հենց արդյունքի վրա, դրանք հենց քրեաիրավական բնույթ ունեցող արարքներն են։ Ինչ են ասում ընտրական հանձնաժողովները, ասում են, որ մինչև քրեաիրավական գնահատական վերջնական չտրվի իրավապահ մարմինների դատարանի կողմից, մենք չենք կարող մեզ թույլ տանք նույն փաստերը գնահատել մեր վարչական վարույթի շրջանակում, բայց իրականում օրենքը ոչ մի ձև չի սահմանափակում, ավելին, եթե այդպես նայենք, երբեք իրենց ֆունկցիան չեն կարող կատարեն, որովհետև պարզ է, չէ՞, որ քրեական վարույթը կարող է տևել ամիսներ եւ տարիներ։ Եվ ինչի համար է սահմանվում այդ լիազորությունը, եթե ապրիորի դա չեն կարող իրացնել, հա, տարիներով չի սպասելու ընտրական գործընթացը, պարզ է, ակնհայտ է, որ ընտրությունները կայանալու են, ամփոփվելու են արդյունքները եւ արդեն ժամանակավրեպ է լինելու տվյալ փաստերին հետադարձությամբ, ասենց ասած, գնահատական տալը, այնպես որ իրենք էլ իրենց ֆունկցիան պետք է կատարեն, մենք դա չենք տեսնում։ Այս իմաստով համաձայն եմ գործընկերոջս հետ, մենք մի քիչ արդեն պետք է դուրս գանք այն մոտեցումներից, որ ընտրությունների կազմակերպումն է միայն այս հանձնաժողովների լիազորությունը եւ կազմակերպումը հատկապես հիմա շատ թվային գործիքների կիրառմամբ, որը անդադ շատ հաջող կերպով իրագործում է, օգտագործում է, կազմակերպումը ավելի քիչ մարտահրավեր է դառնում աստիճանաբար, քան օրինականության, ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնել։ Եվ այստեղ շատ մեծ ակնկալիք կա ավելի օպերատիվ, ավելի արձագանքող լինելու, որովհետև, ինչպես նշվեց, որոշ դրվագներում հնարավոր է ակնկալվում է սեփական նախաձեռնությամբ նաև արձագանքել, փորձել վերացնել խախտումները եւ մեր մոտեցումները, որ շատ կենտրոնանում ենք այդ կազմակերպչականի մասի վրա կամ ակնկալում ենք, որ տեղամասերում, հա, այդ հնուց եկած իներցիայով տեղամասերում միայն քվեարկության օրը եթե անցել է հանդարտ, ուրեմն ընտրությունները բարձր որակի են, ոչ միանշանակ այսպես չէ, վաղուց արդեն մարտահրավերները ընտրություններում լրիվ այլ մակարդակում են եւ այլ բնույթի են, մենք արդեն պիտի շատ ուշադրություն դարձնենք վարչական ռեսուրսի չարաշահմանը, նույն արտաքին հնարավոր միջամտություններին, ապա տեղեկատվությանը, կեղծ դիտորդական առաքելությունների, օրինակ լինել չլինելու հանգամանքին, ատելության խոսքին, այսինքն բովանդակային շատ ասպեկտներ կան, որոնց ավելի շատ ուշադրություն պետք է դարձնել, քան օրինակ քվեարկության օրը ինչպես է կազմակերպվում կամ հանձնաժողովների դասընթացներ եւ այլն, սրանք արդեն տեխնիկական այնքան շատ են կազմակերպվել, որ արդեն կա շատ բարձր մասնագիտացում եւ մի քանի կարեւոր բան եմ ուզում այս ասածներից հետ կապված նշել, որ խախտումներ են էական եւ մենք արձանագրել ենք եւ արձագանք չենք ստացել պատկան մարմիններից, օրինակ Ընտրական օրենսգիրքը արգելում է կրոնական կազմակերպությունների կողմից քարոզարշավի իրականացումը։ Մենք արձանագրել ենք Շիրակի թեմի առաջնորդի կողմից քարոզչության մի քանի դրվագներ։ Եվ այստեղ մենք պիտի նայենք արդյոք այս համակարգային է տեղի ունենում, արդյոք Միքայել arczepiskopos Աջապահյանը միայն ինքը հարցազրույցի ընթացքում քարոզչություն է կանցնում, թե օրինակ ամբողջ կառույցը իր հոտի հետ շփվելիս այս ուղերձները նորից տալիս է կամ արտաքին միջամտության դրվագ ենք արձանագրել, երբ օտարերկրյա քաղաքացիները ՌԴ падգամավորները քարոզչություն իրականացնում, ինչը եւս հստակորեն արգելված է, օտարերկրյա քաղաքացիները չեն կարող քարոզչություն իրականացնել, ստեղ էլ արձագանք չունենք։ Մեկ այլ դրվագ ունենք քաղաքացիական պայմանագրի հետ սերտ առնչություն ունեցող լրատվականը Civic AM-ը հրապարակում է հարցումներ
անանուն, կարելի է ենթադրել կեղծ, մանիպուլատիվ, որոնք հստակ չեն պարունակում նշումներ, թե ով է կատարել հարցումը, ինչքան է եղել, ինչ ժամանակահատվածում, ինչ ընտրանքի պայմաններ, սրանք հստակ ընտրական օրենսգրքով պահանջվող պայմաններ են, որ նման հարցումները պիտի պարունակեն, որովհետև երբ դու հրապարակում ես, որ հարցումներով կան առաջատարներ, դա բնականաբար ազդում է ընտրողների կամքի ձևավորման վրա եւ չի կարելի այս գործիքը չարաշահել ընտրողներին մանիպուլացնելու, նրանց վրա ազդել փորձելու համար, այստեղ եւս օրինակ չունենք արձագանք ու երբ նշում եք չունենք արձագանք, այսինքն դուք որպես դիտորդական առաքելություն իրականացնող, կազմակերպություն դիմել եք եւ որևէ, բոլոր այս տեսեք, մեր մոտեցումը հետեւյալն է, մենք հանրային հնչեղություն ենք տալիս այս հարցերին, մենք հրապարակում ենք, մենք գալիս ենք այսպես ասուլիսի, մենք նշում ենք պատկան մարմիններին հարթակներում, բաց հարթակներում, երբեմն հարցումներ ենք ուղարկում եւ ակնկալում ենք արձագանք, ինչպես Դավիթը նշեց, նաեւ սեփական նախաձեռնությամբ իրենք կարող են անել, բայց երբ որ արդեն կա տեղեկատվություն, իդեպ լրագրողները շատ ակտիվ են, հավատացեք, որ նույնիսկ եթե մենք չդիմենք, լրագրողները վերցնում են մեր բացահայտումները եւ կապվում են այս մարմինների հետ, հարցեր են ուղղում, բարձաբանումներ են պահանջում եւ մենք այդտեղ էլի որոշակի իներտ պահվածք ենք տեսնում։ Կա գնահատական ինչով է պայմանավորված այդ իներտությունը։ Արդեն նշեցի գնահատականս, մեր գնահատականը այն է, որ կենտրոնացում կա կազմակերպչական մասի վրա եւ խուսափողականություն կա օրինականությունը հսկելու տեսանկյունից մի քանի անգամ առիթ եղել է այս մասին խոսելու եւ նշվել է, որ փորձ այս խուսափողականությունը պայմանավորված է նրանով, որպիսի կողմ կամ դեմ չարտահայտվենք որևէ քարոզչական, որևէ ուժի նկատմամբ այս ընտրապայքարին որևէ կերպ մենք չմիջամտենք, բայց սա անընդունելի հիմնավորում է, որովհետև պետք է իր գործառույթներն ու լիազորությունները իրականացնեն այս մարմինները եւ գնահատական տան այնտեղ, որտեղ դա պահանջում է հատկապես այն դրվագներում, որտեղ հենց իրենց գործողությունների հետևանքով է որոշակի անհավասարություն ստեղծվել։ Օրինակ, վահանակների բաշխման արդյունքում 5 քառակուսի մետրը գերազանցող ուժերից մեկը չի ստացել որևէ վահանակ։ Տեխնիկապես դրա բացատրությունը կա, բայց քանի որ դա հենց կենտրոնական դրական հանձնաժողովի սահմանած կարգով է տեղի ունենում, կարելի էր այդ կարգում կամ փոփոխություններ անել, կամ տեղում հասկանալ խնդիրը շտկել, դիմել քաղաքական ուժին եւ հասկանալ ինչպես դա, որտեվ լավ այս դեպքում մենք պայմանավորում ենք ինչով տեխնացուի վարկանիշով, որ մենք ընդունելի ենք համարում այս հարցը, իսկ եթե շատ ավելի բարձր վարկանիշով առաջատար ընդդիմադիր կամ իշխանական ուժ չստանար որևէ վահանակ, այս հարցը էլի այսպես անտեսվելու էր բոլորի կողմից։ Նաև հետաքրքիր է բացի այդ արձանագրված խախտումներից առերևույթ քրեորեն պատժելի արարք պարունակող դեպքերի առնչությամբ դիտորդական առաքելությունը դիմել է իրավապահ մարմինների, եղել է նման դեպքեր։ Արդեն գործընկերոջս կողմից նշվեց, որ մենք փորձում ենք հարցերին տալ հնարավորինս մեծ հանրային հնչեղություն ու այդ մասով բոլոր արձանագրված խախտումների վերաբերյալ մեր կողմից եղել են հրապարակումներ, մեր կողմից նշվել են այն պատկան կառույցները, որոնք նաև այդ հարցերի հասցեատերերն են ու այս մասով շատ տարբեր հարցերից մենք հարցերի վերաբերյալ մենք սպասում ենք առավել գործուն ջանքեր նշված պետական մարմինների կողմից իրենց աշխատանքը առավել արդյունավետ եւ օրենքի սահմաններում նախընտրական քարոզարշավ եւ ընտրություններ կազմակերպելու հարցում մնացած հարցերի վերաբերյալ որոնք իրենց մեջ քրեական գործողություն եւ բանային պարունակում այս մասով արդեն ամենասկզբում մեր զրույցի մենք նշեցինք որ մենք որևէ նմանատիպ բացահայտումներ այս բանին չունենք ու այս մասով առավել սակայն որպեսզի դրանք չընկալվեն եւ չընդունվեն քաղաքական ճնշումներ այս մասով մենք առավել թափանցիկ եւ հաշվետու գործունեություն ենք ակնկալում իրավապահ մարմիններից, որոնք առավել մանրամասն եւ դետալներով կներկայացնեն, թե ինչ ծավալների մասին է խոսքը, ինչ ձևաչափով է այդ իրավախախտումները տեղի ունեցել։ Եթե ամփոփենք, կարող եք այդուհանդերձ նշել ինքնաքաղաքական ուժերի, այսպես եթե քարտեզագրում կատարենք,
որոնք էին, որ ամենաշատն են, հա, խախտումներ դրսևորել։ Մենք զերծ կմնանք այս համեմատությունից, ասելով, որ ինչ որ մեկը ավելի շատ, մյուսը ավելի քիչ, կան ընտրախախտումներ, որոնք ավելի շատ կան ուժեր, որ ընդհանրապես չեն կատարել այդ խախտումները։ Թերևս ոչ, բոլորի մոտ էլ կան թեկուզ փոքր դրվագներ կան, թեկուզ քարոզչանյութերի տարածման կանոնների խախտման դրվագներ առնվազն բոլորի մոտ կան։ Պարզապես որոշ բնույթի ընտրախախտումներ բնորոշ են իշխանական տեխնացուներին եւ ավելի շատ իրենց կողմից ենք տեսնում, որոշ խախտումներ բնորոշ են ավելի ինդիմադիրներին եւ նրանց կողմից ենք տեսնում։ Համատություն չեմ անցկացնի, ընդհանուր կնշեմ, որ որակը անբավարար է, որովհետեւ ինչպես ամենասկզբում նշեցի, կարևոր սկզբունքներից մենք զիջումներ ունենք հավասարության, արդարության, թափանցիկության, ազատության սկզբունքներից մենք զիջումներ ունենք։ Եթե ուշադիր հետևեն մեր դիտողները, մենք արդեն թվարկեցինք դեպքերը, այլ դեպքեր եւս մեր հրապարակային, ուրեմն զեկույցներում կան, եւ արդեն հետևությունները կարող են անել ըստ այդմ ընտրողները եւ շահառու այլ կողմերը։ Շնորհակալություն, եթե չկան այլ լրացումներ, դիտարկումներ։ Շնորհակալ եմ հարգելի բանախոսներ, հիշեցնեմ մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում ականատես դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ Գյումրու նախընտրական գործընթացների վերաբերյալ։ Մեր բանախոսներն էին Մարիամ Հովեյանը, Լևոն Ջուկակյանը եւ Դավիթ Գյուրջյանը, ականատես դիտորդական առաքելության ներկայացուցիչներ։ Շնորհակալ եմ, հաջողություն։